Իմ ետևում Սան Ֆրանցիսկոյի Գրեյս տաճարի դարպասներն են, որոնք որ հայտնի են որպես դրախտի դարպասներ։ Այնտեղ գտնվում է մի պատկեր, որտեղ որ Արարատ լեռան ստորոտին Նոյն է, որը որ իջել է տապանից իր ընտանիքի հետ, տղաների։ Եթե կարդաք որոշ ուսումնասիրություններ, ապա հստակ գրված է արևմտյան վերլուծաբանների, մասնագետների, արվեստաբանների, պատմիչների, որ կոնկրետ այս պատկերում նկատի են ունեցել հենց Հայաստանի տարածքում Արարատ լեռան եւ քրիստոնեության սկիզբ առած պատմության եւ սա իհեճուկս բոլոր այն մարդկանց, ովքեր որ ուզում են ուրանալ Հայաստանի էությունը, ինքնությունը, պատմությունը, սա վկայությունն է, որ դա հնարավոր չի, պատմությունը իրենց կվերացնի, կջնջի ընդհանրապես պատմության էջերից, եւ սա նաեւ զգուշացում է, որ եթե մարդիկ իրենց էությունը ուզենան նենգափոխել կամ իրենց ազգի էությունը, ապա կպատժվեն Աստծո եւ կկանգնեն Աստծո դատաստանի առջեւ։ Սա այն դարպասները չէ, որտեղից պետք է մտնեն ուրացողները, իրենց դարպասները այլ վայրում են, դրա առիթն էլ կլինի։ Ես դա ցույց կտամ, որտեղից են իրանք մտնելու, իրանց այս ուրացման քաղաքականությունը տանելով։ Ահա սա է Նոյի տեսարանը դրախտի դռներին, որը ավարտին է հասցվել 1452 թվականին իտալացի հանրահայտ քանդակագործ Լորենցո Գիբերտիի կողմից։ Իդեպ դրախտի դռներ անվանակոչել է Միքելանջելոն, երբ տեսել է այս հրաշքը։ Գիբերտին այս ողջ դուռը մոտավորապես ստեղծել է 25 տարվա մեջ։ Արվեստագետներ, ինչպիսիք են օրինակ Էյմի Բլոխն ու Ռիչարդ Կրաուդհայերը, գծում են, որ տապանի ձևը, կենդանիների ընթացքը, Նոյի զոհաբերությունը եւ ինչպես տեսնում եք նաեւ հարբեցողությունը ցույց է տալի մարդկային թուլությունը, վերածնունդը, երախտագիտությունը եւ այդ ամեն ինչը մեկ պատկերում այստեղ։ Նոյը ուներ, ինչպես գիտեք, 3 որդի՝ Շեմը, Քամը եւ Յափեթը կամ Հափեթը, եւ միջնադարյան հայ ավանդության համաձայն նրանց սերունդից ծագում է հայ ժողովուրդը։ Մովսես Խորենացին գրում է, որ Յափեթի սերունդից ծնվել է Գամերը, որից Թորգոմը, ապա Հայկը, մեր նախահայրը, Հայաստանի հիմնադիրը։ Մեր ավանդությունը նաև ճանաչում է Արարատ լեռը որպես Նոյի տապանի հանգրվանման վայր։ Հետևաբար հայը Նոյան ցեղի ժառանգորդ է։ Մենք բոլորս պարտավոր ենք ուղղակի պահել եւ պահպանել մեր արժեքները, ել ավելի կոնսոլիդացնել մեր ազգը Արարատի ազգային արժեքների շուրջ։ Եթե հավատանք մեր ուժերին, թողնենք, որպեսզի աղտոտեն մեր մշակույթի, մեր արժեհամակարգի միջավայրը։ Կրկին ասում եմ, զգույշ եղեք, խաղ եք անում Աստծո կողմից օրհնած ազգի հետ։ Սա որպես զգուշացում ոչ թե իմ կողմից, այլ խորհրդանշական զգուշացում այս դռների վրա պատկերված Արարատի, Նոյան եւ հայ ազգի սկիզբ առած ակունքների։